24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ուղղված հայ առաքելական եկեղեցուն, ինչով է պայմանավորված նման բառապաշարը, նման մեղադրանքները բավականին ծանր եւ ինչ գործընթացներ է նա պատրաստվում իրականացնել։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես շատ կարևոր եմ համարում այս դրվագով արձանագրել, որ սա որևէ պորտկում չէ, չնախատեսված որևէ երևույթ կամ գործողություն չէ, ստատուսներ ինչ-որ շարք չէ, որը չունի որևէ հիմք։ Ես բնականաբար հասկանում եմ էմոցիոնալ ֆոնը, որ այսպիսի հայտարարությունները կարող են ստեղծել եւ այն օվերտրոնի պատուհանները, որ հերթով բացվում են, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք, մեր հանրությունը հասկանա, այս առիթն էլ օգտագործենք, որպեսզի հասկանանք սրա հիմքը որն է։ Բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք խոսելու, որ երբ մեր հանրության մեջ տեղի ունենում անբացատրելի, մեր իրականության մեջ առերևույթ տրամաբանական բացատրություն չունեցող երևույթներ, պետք է դրանց պատճառները փնտրել Ադրբեջանի հետ բանակցություններում եւ Թուրքիայի հետ բանակցություններում։ Ես այս մի օրինակով ցույց տամ, ինչ կապ ունեն դա այս ստատուսների, այս արշավի հետ եւ ընդհանրապես նաեւ մոտիվացիան փորձեմ բացատրել։ Նիկոլ Փաշինյանը անձնավորություն է, որը Ադրբեջանի հետ հայտարարել է, որ համաձայնեցրել է փաստաթուղթ, համաձայնագիր, որի կետերից մեկում ինքը խոստովանել է, ընդդիմությունը չի հայտարարում, ինքը խոստովանել է, որ պայմանավորվել են կողմերը պայքար իրականացրել երկրի ներսում խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ։ Դա Ադրբեջանի ռևանշիզմի դեմ պայքարի կետն է, որը Ադրբեջանի պահանջով է ներառվել այդ փաստաթղթում, որը ենթադրում է պայքար իրականացնել բոլոր կառույցների, բոլոր անհատների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս հայկական շահերի պաշտպանության դիրքերից։ Բոլոր այդ անհատներին, կազմակերպություններին, կառույցներին հեղինակազրկել ժողովրդի աչքում, որպեսզի իրենք չկարողանան մոբիլիզացիա ապահովել, որպեսզի չկարողանան պաշտպանել հանրային շահերը եւ որպեսզի իրենց նկատմամբ բոլոր հարձակումները, այդ թվում նաեւ ֆիզիկական, լինեն արդարացված։ Սա է տեղի ունենում, սա տեղի է ունենում տարիներով արդեն։ Երկրորդ տարին է Ամենայն հայոց վեհափառի ուղերձը ամանորյա շնորհավորանքը արգելում են հմեկով հեռարձակել։ Անցած տարի արգելափակեցին, փորձեցին արգելափակել Ամենայն հայոց վեհափառի մուտքը Սարդարապատ։ Հիմա արդեն անընդունելի բառապաշարով, ռեզոնանս առաջացնող բառապաշարով, բայց օվերտրոնի պատուհան բացելով թիրախավորում են եկեղեցուն, փորձելով վարկաբեկել, ինչու։ Որովհետև երբ Վատիկանում տեղի է ունենում հակահայ, հակաարցախյան միջոցառում, ով է դրա դեմ հանդես գալիս հակընդդեմ հայտարարությունով ճնշում գործադրում Վատիկանի վրա։ Ով է փորձում ճնշում գործադրել իր աշխարհասփյուռ կառույցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին։ Ով է իր բոլոր ռեսուրսները օգտագործում ամեն կիրակի պատարակներին, ամեն անգամ նաև 5 տաղավարտողներին նախորդող հաջորդող պատարակներին խոսում մեր ժողովրդի հավաքական իրավունքներից, արցախահայերի իրավունքների պաշտպանությունից, ով է հանրային համերաշխության քարոզ, ուժերի հավատի քարոզ, հուսալքության դեմ քարոզ իրականացնում հանրության շրջանում եւ ում են ամենաշատը վստահում Հայաստանի բնակիչները, հայ առաքելական եկեղեցուն։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցին թիրախ է Ադրբեջանի համար, թիրախ է, որին պետք է հեղինակազրկել, որին պետք է ամեն ինչ անել, որպեսզի իր ազդեցությունը հանրության շրջանում նվազի։ Դրա համար Փաշինյանը ստանձնել է այդ պարտավորությունը։ Փաշինյանը մարդ է, ով Ալիևի առջև ստանձնել է պարտավորություն եկեղեցու դեմ, այդ թվում նաև պայքարելու։ Ընդհանրապես պայքարելու բոլոր ուժերի եւ անհատների դեմ, որոնք մեր իրավունքներից են խոսում եւ պաշտպանում են այդ իրավունքները։ Պատահական չի, որ Ադրբեջանի եւ Փաշինյանի թիրախները նույնն են։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին 1, հայկական սփյուռքը 2, անհատները եւ կազմակերպությունները, դաշնակցությունը 3, անհատները եւ կազմակերպությունները, ովքեր մեր շահերի պաշտպանության տեսակետից են հանդես գալի։ Բաքվում դատվում են հայ ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական էլիտան, Հայաստանի դատարաններում զուգահեռ հաղթանակ կերտած նախագահները եւ զինվորական վերնախավը։ Սա պատահականություն է, չի կարող պատահականություն լինել։ Հայաստանում իրականացնում է դենացիֆիկացիայի ծրագիր, իրականացվում է Բաքվի պարտադրանքով, Փաշինյանը այդ փաստաթղթով համաձայնել է իրականացնել դենացիֆիկացիայի ծրագիրը։ Ժողովրդին ինքնությունից զրկել, անպաշտպան դարձնել, զրկել բոլոր հնարավորություններից իրեն պաշտպանելու։ Եկեղեցու դեմ պայքարում են, այո, ազգային կառույցների դեմ պայքարում են, պայմանավորվել են
սահմանի զորքեր չտեղակայել երրորդ երկրի եւ պայմանավորվել են, համաձայնվել են սահմանադրություն փոխել, Բաքուն պահանջում է հիմա զինանշան փոխել, ուրեմն այս ամեն ինչը Արևմտյան Ադրբեջան ծրագրի մասն է, որը Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարող վերցնել եւ գալ ասել հայրենակիցներ, ես պայմանավորվել եմ, իրականացնում եմ Արևմտյան Ադրբեջանի ծրագիրը, դա պետք է ռեբրենդինգի ենթարկել են, անունը դրել են Իրական Հայաստան եւ այս ամեն ինչը իրականացնում են այդ քողի տակ։ Դա Արևմտյան Ադրբեջանի ծրագիրն է, որ Բաքվում է եւ Անկարայում է նախագծվել, իրականացնում է Փաշինյանը։ Ուզում եմ ասել, որ էմոցիաներից դուրս է պետք է այս ամեն ինչին նայել, սա նայել որպես հետեւողական ծրագիր, որ տարիներ շարունակ իրականացվում է։ Ես թույլ տվեք այստեղ մի բան ասել։ Ես հասկանում եմ, որ այս խոսույթը վախենալու կարող է լինել։ Ընդդիմադիներին արդեն չեն լսում, որտեղ միշտ ինչ-որ վատ սև բաներ են ասում, ահազանգ են քնչեցնում։ Բայց սիրելի հայրենակիցներ, մենք 2022 թվականի դիմադրության շարժման օրինակ կարգախոսներ ոչ Արցախի հայաթափմանը եւ Հայաստանի թուրքացմանը։ Ես հասկանում եմ, որ այս թուրքացում բառը կարող է շատ հակազդեցություն առաջացնել, վախ առաջացնել, ինչ որ մարդկանց չափազանցություն թվալ։ Բայց տեղի ունեցավ ճիշտ այն, ինչը նկարագրվում էր, ինչի մասին ահազանգում են Արցախի հայաթափումը։ Ծրագրի երկրորդ մասը, որի մասին զգուշացնում էինք հիմա, եթե այս թուրքացում բառը շատ բան է, ադրբեջանականացում վախեցնող է, դա բառը համաձայն եմ, ես բառը մենք փոխենք, բայց տեղի է ունենում Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում, մեր ինքնությունից մեզ զրկում, դենացիֆիկացիա, ավելի փափուկ ձևով, ճիշտն ասած, չգիտեմ ինչպես նկարագրել։ Արդեն խնդիրը սա ունենք։ Սա պորտկում չի, սա պատահականություն չի, սա այդ ծրագրի մի մասն է եւ ուզում եմ ասել պայմանագրով ամրագրված։ Դուք ֆիքսեք ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը այդ կետի մասին հայտարարեց ամենավերջում, չէր էլ ուզում հայտարարել խոշոր հաշվով եւ ուղղակի քանի որ արդեն հայտարարում էր որ ամեն ինչ համաձայնեցված է, այդ կետի մասին հայտարարեց, որ Բաքվի պահանջն է եղել ու այդ կետի շրջանակներում օրինակ ում դեմ պիտի պայքարեին։ Ու արդյոք որ այդ կետը կա չի նշանակում որ այս արշավը պիտի հաջորդեր։ Եվ իհարկե սա նաեւ ներքաղաքական իմաստով սեփական ռեսուրսների մոբիլիզացիայի համար է արվում, հնարավոր է սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու, իր ընտրազանգվածին մոբիլիզացնելու 2000 քաղաքական իրադարձությունների կամ ընտրություններին ընդառաջ։ Ըստ էության, բայց իրենք ներկայացնում են, որ իրենք խնդիր ունեն ոչ թե եկեղեցու հետ, հավատքի հետ, այլ հոգևորականների հետ եւ որոշ հոգևորականների հետ։ Եվ օրինակ Հերիկնաց Տիգրանյանը, ով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր է, նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքը ուղիղ պաշտպանություն էր եկեղեցուն անեղծ պահելու կոչ էր։ Ինչու հոգեխանգարումքի մեջ ընկան որոշները փոխանակ այն ողջունեին։ Խղճում եմ այս բոլոր մարդկանց, ովքեր ստիպված են, ես չգիտեմ իրենց կյանքի որ դրվագն է, ինչ իրավիճակն է իրենց ստիպել այսպիսի ստրկական կախման մեջ կամ ընկնել նման հայտարարություններ անող մարդուց, բայց խղճում եմ իրենց կամ խղճալուց եթե նկատում եմ իսկապես կարեկցանք են առաջացնում առնվազն այս հայտարարությունները, որ տեսնում ես, որ մարդը բանական որևէ մարդ չի կարող հնչել է հայտարարություն, որ բանական որևէ մարդ չի կարող պաշտպանել ու մարդիկ քանի որ նա նկատի ունեն հայտարարությունը, որը կառավարության նիստի ժամանակ է հնչել, որ ասում էր, որ եկեղեցիները ճուլանների են նմանվել, կեղտոտություն է այնտեղ եւ այլն։ Դե ասում եմ, որ բանական որևէ ձևով արդարացում չունեցող հայտարարությունը երբ ստիպված ես արդարացնել, այդ մարդիկ ինձ մոտ կարեկցանք են առաջացնում։ Խորը կարեկցանքի զգացողություն։ Եկեք գնանք մեր հասարակությանը հարցնենք, ովքեր Նիկոլ Փաշինյանից ուղիղ կախվածության մեջ չեն։ Այդ հայտարարությունները ինչի մասին էին։ Պետք է արդյոք դա երկրի ղեկավարը կառավարության նիստին կամ սեփական պաշտոնական էջով անել թե չէ։ Բոլորը, ասիկան բացարձակ մեծամասնությունը դեմ են լինելու, չէ՞, դրան չեն հասկանալու, դատապարտելու են։ Հիմա բնականաբար այդ թիմակիցները չգիտեմ կամ գերի են կամ ինքնակամ գերի են, ստիպված են արդարացնել, բայց ես անընդհատ դա եմ ուզում հիշեցնել եւ երևի պարտքել եմ համարում։ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա եւ ոչ մի իշխանություն հավերժ չի կարող լինել։ Դա համար այս բոլոր պատգամավորները դրա մասին պիտի հիշեն։ Ընդհանրապես այս վերջի հայտարարությունները հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ դուք դիտարկում եք հենց եկեղեցու դեմ գործողություններ եւ ոչ թե որոշ հոգեվորականների դեմ է Փաշինյանի այս մեղադրանքները տարակարծություն չի կարող լինել, նախ եւ բառապաշարն է դրա մասին խոսում եւ շատ ուղիղ եւ հստակ է եւ մի հատ տեսեք էլ այդ մարդիկ ինչից են խոսում, այսինքն եւ ինչպես են ամենակարևոր խոսում թիրախավորումը անվանական որևէ սրբազանի են նշել, նախ եթե անգամ որևէ սրբազանի հետ խնդիրներ կամ որևէ սպասավորի
սա այն տարբերակն է, որով պիտի այդ խնդիրը լուծվի։ Եթե իսկապես դա իրեն անհանգստացնում է, ինքը կարող է այլ միջոցներով այդ խնդիրը լուծել։ Եվ վերջը կարող է վեհապարի հետ հանդիպել այդ դժգոհությունները կամ մտահոգությունները, կամ եթե տեղեկություններ ունեն մանկապղծության մասին, ինչպես օրինակ Աննա Հակոբյանն է նշել, այս հարցերը այլ տիրույթում պետք է լուծվեն։ Եկեք այստեղ հստակ լինենք։ Որևէ մեկը այնքան նաիվ չէ, որ չկարծի, որ 1700 տարեկան կառույցում աշխարհով մեկ տարածված կառույցում, հազարավոր սպասավորներ ունեցող կառույցում որևէ խնդիր չկա։ Եվ իսկ որևէ երկրում չկա։ Եվ Վատիկանում չկա։ Վատիկանում չկա։ Որևէ երկրի իրականում ոչ թե պետք է համակերպել այդ խնդիրները լուծել, բայց ոչ թե այս ճանապարհով, այսինքն սա հասարակությանը տրամադրելու ճանապարհը եւ եկեղեցուն վարկաբեկելու։ Եկեք հասկանանք, Սուրբ Վատիկանում չկա, ԱՄՆ-ում գործող որևէ եկեղեցական կազմակերպությունում չկա, աշխարհի բոլոր երկրներում, հիմա երկրները չտան։ Որտեղ ենք մենք այսպիսի թիրախավորում տեսել։ Կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցուն մեկ էլ թիրախավորել է Ադրբեջանը, որի հոգևոր առաջնորդը ուղղակի օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ հայ հոգևորականները զավթել են իրենց պատմական տարածքը Էջմիածինը, իրենց պատմական Ադրբեջան։ Սա համընկնում է, թե համընկնում չէ։ Ոնց է լինում, որ Նիկոլ Փաշինյանը ում թիրախավորում է, դա միշտ համընկնում է Ադրբեջանի թիրախների հետ։ Արցախի ժողովրդին թիրախավորում է, դա Ադրբեջանն է զուգահեռ իրականացնում, հայ առաքելական եկեղեցուն, կուսակցությունների, կառույցների, անհատների, ոնց է համընկնում է միշտ լինում։ Ու ինչ որ միշտ այնց սողանցքեր պատճառաբանություններ թողում, սա ուղիղ եկեղեցուն չէ, եկեղեցին ներկայացնող գաղափարների արժե համակարգի թիրախավորում է։ Սա թիրախավորում է բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հսկայածավալ հոտից, սա մեր ժողովրդի ինքնության թիրախավորումն է, որովհետև թիրախավորում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են եկեղեցու քննարկելի դերը մեր ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Այսինքն, ավելի ուղիղ ասեմ, եթե կա մի բան, որը միավորում է ժողովրդի որևէ հատվածի, դա պետք է ըստ դենացիոնալիզացիայի ծրագրի ոչնչացվի, որպեսզի չլինեն միավորող բջիջներ, որպեսզի դրանք մի պահի չվերածվեն Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի օջախների։ Շատ պարզ է ինչ է կատարվում։ Ով Նիկոլ Փաշինյանի դեմ կարող է կամ վտանգ է ներկայացնում, կամ որ կարող էր երբևէ վտանգ ներկայացնել, բոլորը թիրախավորում են, փորձ է արվում հեղինակազրկել։ Հիմա ըստ էության Փաշինյանը նաև պահանջ է ներկայացնում, ասում է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Եվ բացի այդ, այս հայտարարությունը նաև այն մասին է առհասարակ, որ քաղաքացիական պայմանագիրը հակառակորդ է նոր ուզում իրեն գտնել եկեղեցուն դարձնել հակառակորդ։ Ոչ, Փաշինյանը նախ նոր հայտարարություն չի անում, Փաշինյանը շանտաժ է անում։ Փաշինյանը շանտաժ է անում եւ եկեք պատկերացնենք, էլի Փաշինյանը արդյոք հանձնարարել է ԱԱԾ-ին հետևել, գաղտնալսել եկեղեցականներին ու սրբազաններին։ Մեր ԱԱԾ-ը նման առաջադրանք է ստացել։ Մենք գիտենք, որ ընդդիմադիրների նկատմամբ դա ստացել են, նույնն է ստացել են նաև հոգևորականներին։ Այսինքն Փաշինյանը երկրի այս անվտանգային խնդիրներով այն պարագայում, երբ որ ադրբեջանցիները կարողանում են մեր սահմանից Սիսիանից մտնել Կապանից դուրս գալ, երբ որ այդքան խնդիր ունենք անվտանգային, երբ որ թուրք բլոգերները տարբեր թուրքերենով խոսող պատտվում են Երևանում ու նաև սպառնալիք կարող է ներկայացնել հասարակության համար, ԱԱԾ-ն մեր փաստորեն գաղտնալսելու հրաման է ստացել սրբազաններին, գաղտնալսելու հրաման է ստացել։ Փաշինյանի այս հայտարարությունը խոշոր հաշվով շանտաժ է, ես ելի եմ կրկնում, հազարավոր սպասավորներ ունեցող, աշխարհասփյուռ կառույց ունեցող եկեղեցում բնականաբար խնդիրներ կարող են լինել, եւ Փաշինյանը եթե անգամ ինչ-որ բան հրապարակի կամ հանրայնացնի, դա չի կարող արդարացում հանդիսանալ իր վարքագծի։ Խնդիրներ կան, ինչպես խնդիր կա ցանկացած ընտանիքում, ցանկացած կազմակերպությունում, ցանկացած ընկերությունում, ել չեմ ասում, ելի եմ կրկնում։ Բայց դա խնդիրներ չեն։ Վերազգային կորպորացիայում, դա կոնկրետ մեղքերի մեջ է մեղադրում եւ ծանր հանցանքների։ Սա խնդիրների լուծում չի, սա թիրախավորում է եւ ոչ թե որպես նոր հակառակորդ եկեղեցու եւ այլն, այսպիսի մեղադրանքներ է հնչեցվում։ Ոչ թե նոր հակառակորդ եկեղեցուն, այլ ոչ սեփական ընտրազանգվածի մոբիլիզացիա, ովքեր արդեն այդ քարոզչական թեզերի ազդեցության տակ են, կրկնում էին արդեն այս թեզերը ինքը բարձրացրել է նոր պետական մակարդակ եւ այդ զուգահեռ նաև ազգային ամենաուժեղ կառույցներից մեկի թիրախավորում Բաքվի պահանջով, սա է իրականացումը։ Փաշինյանն ասում է, որ հայ ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր եւ բարոյական արժեքներ։
մենք ունենք արդեն այդպիսի եկեղեցի հայ ժողովուրդը իրավունք եւ պարտավորություն նաեւ ունի ունենալ հայ ժողովրդի արժեհամակարգին համապատասխան երկրի ղեկավարություն։ Նիկոլ Փաշինյանի Սարդարապետի ելույթից ինչ կասեք, ինչ մեսիջներ հղվեցին եւ այն, որ մենք չպետք է փնտրենք այլևս պետություն, մենք մեր երազանքները արդեն իրականացրել ենք, գտել ենք, ինչ մեսիջ էր սա, ավելի ինքնիշխան ենք, ավելի պետականամետ ենք, պետություն ենք ավելի քան երբևէ, ինչ էր սա նշանակում։ Ավելի Ադրբեջանի երազած պետությունն ենք, քան երբևէ եղել ենք, դա ճիշտ է, իսկ ընդհանուր ուղերձի ոչ թե որ եթե դետալային ինչ անադարձ կա, դա էլ կարող ենք, բայց ես ուզում եմ ավելի մեծ պատկերը հասկանալ։ Փաշինյանի ցանկացած ելույթ, ցանկացած ընտրարշավի վերածված այդ արշավը, ցանկացած հանդիպում մասն է իր իրական Հայաստան կոնցեպտի, որը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան կոնցեպտն է, որը մի նպատակ ունի՝ համոզել ադրբեջանական թեզերը հայ հասարակությանը։ Դուք տեսեք Փաշինյանը ինչ է խոսում ցանկացած իր ելույթի հիմնական ուղերձը որն է, տեսեք որ դա Բաքվի պաշտոնական հայտարարություններում արկա նույն ուղերձն է։ Իրավունքների համար չպայքարել, հրաժարվել այդ իրավունքներից, հուսալքվել եւ չհավատալ ուժերին, որ մենք կարող ենք ի վերջո վերականգնվել, կարող ենք ոտքի կանգնել, չպաշտպանել նաեւ մեր երկրի ֆիզիկական սահմանները, որտեղ հիմա ճշնամին ներխուժել է, ելի հավակնություններ են ներկայացնում, ընդհանրապես հրաժարվել ազգային տեսլականից, երազանքից, որը արդեն միավորել է այս ազգին։ Եթե չլինի ազգային տեսլականը երազանքը, այդ հայկական երազանքը, ինչի համար է հայկական պետությունը։ Երազանքը միայն Հայաստանը ունենալով պետք է սահմանափակվենք։ Պետությունը չպետք է երազենք Արցախի մասին, Արևմտյան Հայաստանի մասին։ Արցախի եւ Արևմտյան Հայաստանի հարց չի։ Պետությունը անհրաժեշտ է որևէ ազգի այդ ազգի անվտանգությունը եւ շարունակականությունը ապահովելու համար։ Հիմա հայկական պետությունը, որ արկա է, դա անում է ոչ։ Փաշինյանն ուզում է համոզել, որ պետությունը կարող է նաեւ այդպես լինել, միայն ինքը այդտեղ լինի իշխանություն։ Մեր հակադարձումը այն է, որ պետությունը իմաստ ունի բացառապես այն դեպքում, երբ ազգի անվտանգությունը եւ շարունակականությունը իր հայրենիքում ապահովում է։ Սահմանները փոփոխական են, ինչպես բոլոր պետությունների դեպքում փոփոխական են եղել, եւ մանավանդ մենք էլ խոսում ենք հազարամյակների պատմություն ունեցող ազգի մասին, հայ ազգի մասին է խոսքը։ Փաշինյանի քարոզը պետություն չունենալու, Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները կատարելու մասին է։ Իր ինքնիշխանության գաղափարը դա այն չէ, որ հայ ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը, դա այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր փոխարեն որոշում են մեր ճակատագիրը։ Ինքնիշխանություն չէ, թուրք իշխանություն է, այսինքն։ Էս է ամեն ելույթ Սարդարապետից սկսած սկսած չավարտված իր ամեն ԱԺ-ում ելույթ, իր մեկնաբանություն այս թեզի իրական Հայաստան փաթեթավորում ունեցող արևմտյան Ադրբեջանի ռոպագանդան է։ Դուք ամեն նախադասություն ես կարող եմ ուղղակի ցույց տալ, ոնց է դա ռոպագանդում են թեզը, որը մեզ Ադրբեջանը։ Իրենք վստահեցնում են, որ 17 կետերն են, որի շուրջ համաձայնվել ենք եւ Փաշինյանը նույնիսկ առաջին ալիքով հարցազրույցի ժամանակ ասաց, այո, Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում, բայց կան հարցեր, որոնք մեզ համար քննարկելի չեն։ Դա նա նկատի ուներ օրինակ ադրբեջանցիների այստեղ գալ եւ ապրելը։ Հիմա կարծես թե այս հարցով այլ հայտարարություններ են հնչում, օրինակ, որ մենք կարող ենք գնալ Բաքու ապրել, որ 5 րոպե հետո առևտուր կլինի։ Հիմա այսինքն այս հարցերում ենք փորձում համաձայնության գնալ։ Իսկ ո՞րն է այդտեղ զարմանալու առիթը։ Փաշինյանը այս 5 տարիների ընթացքում ո՞ր մի հարցում է Ադրբեջանին մերժել, դիմագրավել, ո՞ր մի պահանջ չի բավարարել։ Ինչու պիտի որևէ պահանջ այդ ադրբեջանական այս մի անգամ հանկարծ ու որոշել չբավարարել։ Արդեն ամիսներ շարունակ այս ամենի մասին զգուշացնում ենք։ Փաշինյանի այս որդեգրած գործելավոճը, որը ինքը փորձում է խաբել մարդկանց, որ իբր պատերազմ որ չլինի, այս բավարարում ենք, դա կբերի նրան, որ Ադրբեջանը կհրաժարվի իր պահանջներից, 5 տարիների ընթացքում Փաշինյանի այս քաղաքականությունը բերել են նրան, որ Ադրբեջանի պահանջները միայն ավելացել են։ Այո, դրանք սկսվել են Արցախի նկատմամբ տարածքային պահանջներից, հիմա հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարում է, որ Հայաստանը պետք է զինանշանը սեփական փոխի, սահմանադրությունից արդեն անցել են, որտեղ դա բավարարել է Փաշինյանը։ Հայտարարում են նաև 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին, եւ այս հայտարարությունը զուգորդվում է նրանով, որ Ալեն Սիմոնյանը դրա անոնսն է նաև, այսպես ասած, իրականացնում, ասելով դու հայերը կգնան Բաքու կապրեն, իրենք կգան այստեղ կապրեն ու կյանքը Վրաստանում հայերի եւ կյանքը Ադրբեջանում համեմատում է իրեն։ Վրաստանին ու Ադրբեջանին էլ զուգահեռներ անցկացնում, էթնիկ զտում իրականացնող Ադրբեջանին եւ բարեկամական, կարելի ասել եղբայրական Վրաստանին։ Այսինքն
բա ինչ պիտի անեն։ Ես էլ եմ ասում, ես հասկանում եմ, որ իրողությունը դաժան կարող է ընկալելը, բայց Փաշինյանը ստանձնել է արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի իրականացումը Հայաստանում։ Եթե ստանձնել է որևէ ուժ ներկայացուցիչ, բա պիտի մեղմացնեն Ադրբեջանից եկող վտանգը, անում են դա։ Պիտի մեզ դարձնեն ավելի անպաշտպան, անում են դա։ Բանակին երրորդ երկրի ուժեր չտեղակայելուց մինչև բանակի արդիականացման տապալում։ Պիտի հասարակությունը պարակտեն, որպեսզի չմիավորվի։ Ատելության քարոզ, Արցախահայերի նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու թիրախավորում, կուսակցությունների, նախկին նախագահների, զինվորականների, բոլորի նկատմամբ ատելության արշավ։ Պիտի հուսալքյան ժողովրդին հերոք փորձեն պահել քաղաքականությունից եւ պիտի իրենց թեզերը փորձեն հնարավորինս բանանել, առաջ տանել։ Այսինքն բոլորը անում են, ինչը Հիմա այս ամենը ինչպես պետք է կանխել եւ ընդդիմությունը ինչու միշտ նույն հարցին անդրադառնանք, հիմա որևէ գործընթացներ չի իրականացնում, բացի քննադատություններից, նաեւ ազգային ժողովում Փաշինյանի հետ բանավեճի մտնելուց։ Նախ փողոցային պայքար դա էլ գործի մի մասն է, այո, կարևոր եւ հսկա մի մասն է եւ արդեն այս հանրային տրամադրությունների փոփոխության մեջ ես վստահ եմ, որ այդտեղ կա հսկայական ներդրում եւ ընդդիմությունը եթե ինձ է հարցը ուղղված, ես այն ուժի եւ ֆրակցիայի ներկայացուցիչն եմ, որ եթե հաշվենք 2020-ից հետո միշտ պայքարել եք։ Միշտ պայքարելը չի հարցը, նկատում ամեն տարի Հայաստանում եղել է շարժում, ամեն տարի եղել է շարժում, այդ շարժումից ստացել ենք հարվածներ, խաղել ենք դասեր եւ եղել է հաջորդի նախապատրաստությունը։ Հիմա այդ արանքում այո կարող է ընդդիմությանը հարց լինել, բա ինչու հիմա չէ, բայց ինչու վաղը չէ, վաղ ժամը 8-ին չկա հանրահավաք, որովհետեւ հասկանալի է, մենք նաեւ ընդունում ենք այդ քննադատությունը, որ շատ արդարացիորեն նաեւ մեղադրվել են բաց թողումների համար եւ եթե ուզում ենք ամեն հաջորդը լինի ավելի մոտեցնող մեզ մեր նպատակին, վերջը հասնենք այդ նպատակին, աշխատանք կա, տնային աշխատանք կա, որը պետք է անել։ Մենք եթե հարցը այն է ինչով է զբաղված ընդդիմությունը, բայց 1 տարի տնային աշխատանք իրականացնել։ Իսկ այսինքն 1 տարի պայքար չկա։ Ընդամենը մի քանի ամիս է, որ սրբազան շարժում, չեմ կարող ասել ավարտվել է, հիմա Բաքրատ Սրբազանը էլի, այսինքն փողոցում ներկայություն առնվազն ունի եւ հայտարարություններ անում է փողոցային պայքարի մասին, բայց ել եմ ասում, մենք շատ ականջալուր ենք այն բոլոր մեղադրանքներին եւ ես էլ ոչ թե որ նեղացել ենք մեղադրանքներից, այլ շատ արդարացի այդտեղ բաց թողումների մասին մատնանշումներ կան եւ մենք առնվազն լինելով պատասխանատու ուժ ու գնահատելով իրավիճակը, կարծում ենք, որ պետք է որևէ բանի մասին հայտարարենք ու նախաձեռնենք, երբ կունենանք այն գնահատականը, որ լուծել ենք այն խնդիրների մի մասը, որոնք եղել են նախորդում եւ ունենանք ավելի լավ արդյունք, քան եղել է նախորդում, այսինքն գոնե պրոգրեսի մասին դա պատմություն լինի։ Հիմա մենք ամբողջ ընթացքում էլ, այս տարիների ընթացքում էլ եղել ենք, այսինքն քո կռիվը տալու, այդ դասերը քաղելու, սովորելու, թարմացնելու գործիքակազմը եւ նոր կռիվ տալու այս շրջափուլի մեջ ենք եղել։ Հիմա էլ ենք այդտեղ։ Այն որ հիմա կարող է առերևույթ միայն լինել այդ քննադատությունը հարցազրույցները, դա չի նշանակում, որ մենք ամենօրյա շփումների մեջ չենք հայրենակիցների հետ եւ Երևանում եւ մարզերում, չկա այդտեղ նաեւ չերևացող աշխատանք ու չի տարվում այդ կազմակերպական աշխատանքը։ Դա որտեղ կդրսևորվի։ Մի քանի պայմանների համընկնում պետք է լինի, այսինքն պետք է ի վերջո պատասխանատու ուժերը որևէ բան անելու կոչ անեն ժամանակ, երբ կտեսնեն դրա ամենահնարավոր տարբերակը։ Հիմա մեր մոտ այդ շրջանը չէ։ Եթե ուզում ասեմ մենք կարող չունենք կապացիտეტ հիմա։ Ես չեմ ասում հնարավոր չէ, ասում եմ մեր մոտ մեր ուժերը գնահատելով, չէ, ես չեմ ասում, ես ասում եմ որ մթնոլորտի առումով ամենաբարենպաստ շրջանն է վերջին տարիների։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ մեր ուժը, որ ներկայացնում ես Հայ-Աղափողական դաշնակցությունը, ֆրակցիայի դեպքում ներկայացնում Հայաստան ֆրակցիան, ունի իր գնահատումները իրավիճակի եւ իր ուժերի մասին, իր գնահատումները եւ դրանից է կազմակերպում իր գործողությունները։ Եթե կա որևէ այլ ուժ եւ դերակատար, իդեպ հայտարարություններ կան դրա մասին, որ հիմա տեսնում են հնարավորությունը, տարբերակը, արդեն գրեթե հայտարարել են նաեւ փողոցային շարժման մասին, դա շատ լավ է եւ մենք այդտեղ կմիավորվեք իրար հետ, որովհետև իրենք ձեզ են առաջարկում միավորվեք, դուք իրենց եք առաջարկում, բայց մենք այդ միավորումը չենք տեսնում։ Նայեք, միավորումը այսպես ինչ որ բան չի։ Դե ինչպես նախկինում եք միավորվում եւ փողոցային պայքար ծավալում։ Միշտ միավորվել ենք, հենց դա է հարցը, կոնկրետ ծրագրի։ Եղել է առաջարկ, օրինակ, դիմադրության շարժման ժամանակ եւ այո, ուժերը տարբեր իրենց ներածին չափով ռեսուրսների կամ ինչքան որ պատկերացրել են կամ ինչքան որ ցանկացել են, օգնել են այդ շարժման, այսինքն միավորումը այնպես չի, Հերմինե ջան, եկեք ես եւ դուք հիմա միավորվենք։ Ինչի շուրջ է պետք միավորվել, այսինքն ծրագրի։ Մեր ուժը հիմա որդեգրել է հետեւյալ տարբեր, շատ լավ հասկանալով, որ մեր ամենամեծ խնդիրը եղել է հանրության հետ
հանրության հետ աշխատանքը եւ հանրության շրջանում վստահության անհրաժեշտ մակարդակ ունենալը, մենք հիմա ամբողջությամբ այդ խնդրի լուծմանն ենք դրել մեր ջանքերը, որպիսի մի օր ունենանք ուզած արդյունքը։ Եթե որևէ ուժ դա արդեն ավելի լավ իրականացրել է, հիմա տեսնում է հնարավորությունը, ելի եմ կրկնում, ուժեր կան, որ հայտարարել են փողոցային, որ ունեն ծրագիր, փողոցային։ Դե բայց ասում եմ մենք միայնակ չենք կարող։ Միայնակ որ անհնար է Հայաստանում ռեալ որևէ շարժում լինի եւ չունենա այդտեղ աջակցությունը։ Բոլոր ուժերն էլ հայտարարել են եւ դա բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանում չկա մի ուժ կամ անհատ, ով կարող է այս խնդիրը միացնել լուծել։ Խնդիրը դրա մասին չէ, այսինքն ոչ ոք չի ասել թող իրանք անեն, մենք էլ այսպես ձեռքերծալած նստենք, տեսնենք հաջողում են թե չէ։ Խնդիրը նրա մասն է, որ եթե կա որևէ գործողություն, որ իսկապես պատկերացում եւ առաջարկ, բնականաբար նաեւ դա պարտականություն է ամեն ինչից վեր, մեր ուժերի ներածին չափով օգնել նրանց եւ բնականաբար դա անելու ենք։ Որքան էլ հիմա տարանջատված թվա քաղաքական դաշտը, այս փոխադարձ մեղադրանք դնել ես հասկանում եմ ինչ եք նաև ակնկալում, բայց ես նաև ունեմ այդ համոզումը, որ դա որևէ մեկին իմ գործընկերներից, ինձնից սկսած չի խանգարելու աջակցել որևէ ուժի իրական պայքարում, որովհետև այս 5 տարիների ընթացքում նաև դա է եղել։ Մենք այդ թվում նաև աջակցել ենք այնպիսի ուժերի, որոնք շատ սուր քննադատել են անձամբ եւ թիրախային մեզ, դա որևէ խնդիր չկա, որտեղ այս բային քննադատությունից խուսափելը կամ այդ ինչ որ տարաձայնություններ չեն։ Խնդիրը հետեւյալն է. կա ուժ, որ հիմա տեսնում է հնարավորությունը եւ ունի այդ պատրաստվածությունը։ Օրինակ մյուս ընդդիմադիր ուժը խորհրդարանում նշում է, որ պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսվի եւ այն ուղեկցվի ժողովրդական, այսպես պայքարով, փողոցային պայքարով։ Շատ լավ է, այո, պետք է արվի եւ եթե կրկնում եմ, այդ ուժը իմ գործընկեր ֆրակցիան տեսնում է ճանապարհը, պետք է իրենք առաջարկում են, որ միանաք, միասին անեք, բայց հայտարարություն հնչեց ձեր կողմից, որ Ռոբերտ Քոչարյանը անդուրջ է վերաբերում այս գործընթացին։ Նախ խառնեցինք մի քանի բան իրար։ Աղվան Վարդանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը անդուրջ է վերաբերում։ Նախ մի քանի բան խառնեցինք իրար։ Մեր հայ ֆրակցիայի հայտարարությունը, այն հայտարարությունն է, 28 պատգամավորների ստորագրությունները պատրաստ ենք տրամադրել։ Այո, ով ունի պակասող ստորագրություն, այս իմպիչմենտի հարցը արդեն իսկապես թվում է Կաֆկայի իրականությունում ենք ապրում, որտեղ աբսուրդ է, այսպես քննարկում ենք ամեն ինչ, սենյակի փիղը սենյակում արկա չենք տեսնում, ինքնությանը լուրջ դեմքով հարցնում են, ինչու չեք նախաձեռնում իմպիչմենտի գործընթաց, որովհետև տեսնում ենք, որ մեր ֆրակցիայի մասին եմ խոսում։ Չունենք բավարար ձայներ այն հաջողելու համար։ Չունենք մենք։ ՔՊ-ից չունենք, թե գործընթացը հաջողելու անգամ չունենք, որ այդ օրակարգը քննարկվի ազգային ժողովում, այդ բավարար ձայները պետք է 36, մենք ունենք 28-ը եւ ել չասած հաջողության համար պետք է նվազագույնը 54, չունենք, մենք տեսնում ենք, որ չունենք։ Միգուցե Գեորգ Նազարյանը եւ Իշխան Զաքարյանը միանան։ Միգուցե, հիմա մեկը եթե տեսնում, բնականաբար եւ ես չեմ ասում, որ այդ աշխատանքը չենք տանում, այդ աշխատանքը տանում ենք։ Դե բայց ասում եք հնարավոր չէ, իրատեսական չէ։ Չեմ ասում իրատեսական հնարավոր չէ։ Ընդհանուր իմ գործընկերներն էլ ասում են, որ այս պահին մենք ճանապարհը չենք տեսնում։ Եթե կա մեկը, որ տեսնում է իմ գործընկեր ֆրակցիան, դա ողջունելի է, շատ լավ է, դա պետք է անել եւ մեզ էլ հայտարարությունը, մենք այդ հայտարարությունը կարծում եմ, այսինքն դրա թիրախավորումն էլ այդքան չհասկացա, շատ պատասխանատու հայտարարություն էր, որ 28-ը կա, եթե մեկը կա, ով ունի պակասողներ, մենք տրամադրում ենք այդ ձայները, որպեսզի գործընթացը սկսեն, մենք չենք բացառում, որ կա ուժեր, անհատներ, ովքեր ունեն ավելի շատ տեղեկություն գուցե, ավելի շատ պատրաստվածություն գուցե ունեն, ու այդ հատեսնում են հաջողելու բանը, բայց մեղադրանքը, որ այ դուք հիմա ինչու չեք նախաձեռնում, չենք տեսնում այս պահին մեր ուժերը, որ կարող ենք անել են գործընթացը, որ ուզում ենք, մեզնից ակնկալում ենք, եթե մեկը տեսնում է, պատրաստ ենք մեր ռեսուրսները տրամադրել, այս ամբողջ ոդիսականը իմպիչմենտի։ Հնարավոր է, որ այս պահին չեք տեսնում այդ հնարավորությունը, բայց հետո տեսնեք, այսինքն այս գործընթացը ամբողջը դրա մասին է ընթացք կստանա ամեն դեպքում։ Միանշանակ, այսինքն եստեղ է իմ այստեղ նաև տեխնացուի հարցն է, որ փաստորեն համաձայնության չեք գալիս, պատիվ ունեմ նա ասում է դուք առաջարկեք, դուք էլ տեխնացու չեք առաջադրում, իրենց եք սպասում, այսպես այս հարցը լուծում չի ստանում։ Մեկը մյուսին չենք սպասում։ Ես ուզում եմ իսկապես այս իմպիչմենտի հարցը մի հատ հնարավորինս լուրջ ու պատասխանատու քննարկել, էլի։ Մեկը մեկին չի սպասում, ես իսկապես չեմ հասկանում, կամ մի հատ խորհրդարանական ֆրակցիա, որը ես եմ ներկայացնում, ով չի ասում ես տեխնացու չունեմ, կամ ասում է ես գնահատում եմ իմ ուժերը, իմ նաև ազդեցությունը, իմ մասին ունեցած պատկերացումները, հասկանում եմ, որ իմպիչմենտը գործընթաց է, որը պետք է ի վերջո ազգային ժողովում հաջողության հասնի, այսինքն ՔՊ-ականների մի զգալի մաս պետք է միանա հաջողության համար եւ բանանի քվեարկի։
Տեխնացում պիտի բավարարի, այսինքն այն պայմաններին, որ դու պատկերացնես քպեականները որոշ մաս իր համար կբանանի, քվեարկի։ Մենք դա պատկերացնում ենք, հետևյալ կերպ, որ դա հնարավոր է ճնշման միջոցով փողոցում, միշտ ենք դա պատկերացրել, այնպես չի դա փոխվել է։ Դա պատկերացրել ենք, որ դիմադրության ժամանակ ենք հայտարարել։ Դա սրբազանի շարժման ժամանակ համաձայնել ենք դնել այդ ստորագրությունը այն անվան տակ, որ շարժումը կտա, որովհետև պատկերացրել ենք, որ դա ճնշման միջոցով կարող է լինել, բացառապես, եւ այն տեխնացուի դեպքում, որը իրենց համար ամենախնդրահարույցը չի։ Այսինքն, եթե Հայաստան խմբակցությանը իրենք դիրքավորել են որպես, չգիտեմ, իրենց թշնամի, իրենց դասակարգային թշնամի, այլ պետության բաները, հիմքերը քանդող կամ երկրորդ նախագահի վերաբերյալ տանում են ամենասուր արշավը, շատ խելք չի հասկանալ համար, որ ամենադժվար իրենք կքվեարկեն։ Դե Հովիկ Աղազարյանն եւ Հակոբ Ասլյանը տեխնացու առաջադրել էին, բայց երկու խմբակցություններով մերժեցիք։ Երկու խմբակցությունները ես իմ խմբակցությանը կարող եմ ներկայացնել։ Եվ մեր խմբակցության հայտարարությունը հենց դրա համար էր նաեւ, որ 8 այս պատեհապաշտներից պաշտպանելու եւ ժողովրդին խաբեության չտանելու համար մենք դրա համար մտածել էինք այդ հայտարարության մասին, որ շատ լավ ձայների իհարկե պետք է տրամադրել, բայց պետք է տրամադրել իրական շանսի դեպքում եւ չի կարող օրինակ մեկը, որ ուզում է 2026-ի ընտրություններից առաջ իրեն որպես ընդդիմության տեխնացու ուղակի ֆիքսել, մեզ օգտագործել։ Դրա համար էլ նշել էինք այդ հայտարարության մեջ։ Դրա համար էլ երկրորդ հայտարարություն տարածելու անհրաժեշտություն մեր համար չեղավ, որ 28 պատգամավորի ստորագրությունը մենք պատրաստ ենք տալ, եթե առաջարկվի տեխնացու, որը այլ 8-ին կարողացել է վերել ու ճանապարհ է առաջարկում, ներկայացնում կոնա, ոնց կարող է հաջողության հասնել։ Հիմա տեխնացուի շուրջ որ ասում եք համաձայնություն չկա, ես խմբակցություն եմ ներկայացնում եւ ներկայացնում եմ կուսակցություն։ Այո, ես պատկերացումներ ունեմ, պատկերացումներ մենք նաև ունեցել ենք, ինչպես կարող ենք ճնշման միջոցով հասնել իշխանապողության։ Այս պահին, երբ որ չկա այդ ճնշումը, մենք պատկերացում չունենք կամ թեորիապես կարող ենք ունենալ, բայց իրակատեսական այն տարբերակը, որ այս մարդուն բերենք կստացվի իմպիչմենտը։ Հիմա ինձ մեղադրում եք, որ այս պարագայում ինչու չեք անում քայլ, որին չեք տեսնում, որ կարող է հաջողել։ Մյուս խմբակցությունը հայտարարում է, որ ինքը տեսնում է ճանապարհը։ Իդեպ գրեթե նույն հայտարարությունն է անում, որ ավի փողոցային ճնշումով պիտի լինի, բայց չի թիրախավորում այդքան, բայց լավ։ Բոլորս համաձայն ենք, որ փողոցային ճնշումով պիտի լինի։ Լավ։ Շատ լավ։ Հայտարարում է նաև, որ տեխնացուի պատկերացումները խոշոր հաշվով կան կամ, չգիտեմ, պատրաստակամություն կա, լավ, պետք է ուրեմն նախաձեռնել դա եւ ունենալ մեր 28-ի։ Դուք եւս համաձայն կլինեք այն տեխնացուին, որը կառաջադրի պատիվ ունեմա։ Ես վստահ եմ, որ դա խնդիր մենք չենք ունենա, մենք տեխնացուի խնդիր երբեք չի եղել։ Երբ Բաքրատ Սրբազանի տեխնացուներ քննարկում, այդտեղ համաձայնությունը 10 րոպեում ձեռք բերվեց։ Իրենք էլ դες էին ասում են Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունն էլ դնեք, իրենք կրկին համաձայն են իշխանության գալու նպատակ չունեն, իշխանապողություն են ուզում։ Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ է հայտարարել, այս արժույում կարող է քվեարկվել որպես վարչապետի տեխնացու։ Մենք այդ դրանով ինչ նպատակ ենք դնում։ Այդ նպատակը այսպեսի հայտարարության է, որ փոխենք Նիկոլ Փաշինյանին, թե ուղղակի ցույց տանք, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում քվեարկվել արժույում։ Այսինքն նպատակից պիտի ելնել, չէ՞։ Լավ, ձեր առաջարկը շատ են, չէ։ Հիմա ամփոփելու համար բնական է, որ տարբեր ուժեր տարբեր պատկերացումներ կարող են ունենալ։ Բնական է, որ կարող են անհատներ եւ ուժեր, օրինակ այս պայմաններում պատկերացնել, որ օրինակ իմպիչմենտը, որը գործիքն է նպատակը չի, կարող են հաջողության հասնել, բայց դրա համար պետք է նախ չմեղադրել են ուժին, որ այս պայմանին ունեցած տեղեկություններով չի տեսնում այդ հնարավորությունը, երկրորդը ով տեսնում է, հատկապես եթե քաղաքական ուժ է, գիտեք շատ տարօրինակ է, օրինակ երբեք չեմ պատկերացրել, երբեք դաշնակցության որևէ ներկայացուցիչ, երբեք որպես դաշնակցության ներկայացուցիչ չեմ որևէ տաղավարից քննադատել որևէ երրորդ ուժ, ինչ պիտի անի եւ ինչպես լավ պիտի պայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եթե այդ պատկերացումները կան քաղաքական ուժի դեպքում, դա պետք է իրականացնել։ Բնականաբար այդտեղ իրական ընդդիմադիր բոլոր ուժերը եւ անհատները ունեն մեր աջակցությունը այն առումով, որ հայտարարությունը տարածված է 28 պատգամավորը պատրաստ են ես ձայնը տալ, եթե դա է պակասում գործընթացը ազգային ժողովում քննարկելու համար։ Ու այստեղ, չգիտեմ, ավելի մեծ աջակցություն լուրջ տարաձայնություններ չկան այն դեպքում ընդդիմության մեջ եւ եթե կան էլ դրանք հաղթահարելի են։ Կարծում եք, երբ որ վճռորոշ տարբեր մոտեցումներ դա հրապարակային է, ես կարծում եմ, որ ընդդիմադիր բոլոր դերակատարները եւ ուժերը հասկանում են, որ միայնակ չեն կարող այս խնդիրը լուծել եւ ինչ որ կերպ կամ լրելային կամ պայմանավորվելով ինչ որ համագործակցություն լինելու է, ոնց որ ճիշտ ինչպես եղավ Գյումրիում, դա չի նշանակում, որ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև տարաձայնություններ չկան, բայց դա նշանակում է, որ երկուսն էլ հասկանում են, որ խնդիրը չեն կարող լուծել միայնակ
Եվ այդ համագործակցությունը եղավ ճիշտ նույնն է այս պարագայում, ճիշտ նույնը նկատի ունեմ նույն պատմությունը չէ, բայց մոդելը նույնն է եւ ընդդիմադիր առնվազն պատասխանատու ուժերը հասկանում են, որ եթե լինի մի իրավիճակ, որ իրենցից կախված լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը, եւ իրենք չմասնակցեն այդ գործընթացին, ինչպիսի դա հեղինակության եւ վարկի առումով կորուստ է, իմ գնահատմամբ անվերականգնելի։ Ուզում եմ ասել, այդտեղ շատ ռացիոնալ է մոտեցումը։ Պարզապես խնդիրը հետեւյալն է. ով ինչպես է տեսնում Փաշինյանի հեռացումը եւ մեղադրում են, որ դուք հաշտվել եք, որ Փաշինյանը այդպես էլ չի հեռանա եւ դուք ձգտում եք, որպեսզի ընդդիմություն լինեք 2026-ից հետո։ Դա մեղադրանք է, ես հիմա դրանից շատ բանում կարող են մեղադրել, դա ադրբեջանական շպիոն լինելուց ավելի մեղադրանք է, ուզում ասեմ տարբեր բաներում մեղադրում են։ Նպատակը Փաշինյանի հեռացումն է եւ ոչ թե ընդդիմադիր լինելը խորհրդարանում։ Դա չի կարող նպատակ լինել, դա ամենավատ կարգավիճակն է, որը ես երբևէ իմ կյանքում ունեցել եմ, դա չգիտեմ էլ ում համար կարող է ընդհանրապես նպատակ լինել։ Գիտեք, ծաղրերից մեկն էլ այն է, որ այս ընդդիմությանը մեկ մեղադրում են միլիարդատեր լինելու մեջ, տարբեր աշխարհի ամենատարբեր բարիքներին հասանելիություն ունենալու մեջ, մեկ մեղադրում են, որ կոճակ են սեղմում, որ ընդդիմություն մնան։ Հիմա ո՞րն է ճշմարտությունը, այսինքն հակասական մեղադրանքներ։ Ճշմարտությունը հետեւյալն է, որ մենք չենք խուսափել պատասխանատվությունից, շատ լավ հասկանալով, որ ինչպիսի թիրախավորում, ինչպիսի արշավների թիրախում ենք հայտնվելու մեր հարազատները, թե ինչպիսի քրեական գործեր են նաև կարող հարուցվել մեր նկատմամբ տարբեր դրվագներով, որ քաշքշվելու ենք, տարվելու ենք ոստիկանության բաժանմունքներ, բայց սա այն անհրաժեշտն է, որը պիտի արվի մեր նպատակի իրագործման համար։ Հիմա եթե մեկի համար սա ցանկալի կարգավիճակ է, կարող է լինել, բայց ես չեմ կարծում ճիշտ ասած, որ այդպես է։ Հիմա այդ պատասխանատվությունից չենք խուսափել։ Այո, դա բերել է նաև հարվածների, բայց սա առաքելություն է, որը իրականացնում ենք մեր պատկերացրած տարբերակով։ Եթե որևէ այլ քաղաքական ուժ, այլ տարբերակ է տեսնում, ես այդտեղ որևէ քննադատելու բան չունեմ, ողջունում եմ։ Հիմա ամեն մեկը պիտի գործի իր պատկերացումների համապատասխան եւ գործով ցույց տա, որ իր արած տարբերակն է ճիշտ։ Մենք դե միասնական պետք է նստեք միասին հասկանանք ինչպես անել։ Դա այն դեպքում, երբ լինում է միասին հասկանալ, երբ պատկերացումները այնքան տարբեր են, որ հարությունից չեն տարբեր, եթե կա այդ տարբերությունը։ Լավ է մի տարբերակն էլ, ուզում ասեմ, պետք է հակադրության մեջ դնել։ Շատ լավ, եթե մեկը պատկերացնում է լրիվ այլ տարբերակ, որը երկրորդ կողմը չի պատկերացնում։ Լավ, դա արդյոք նշանակում է, որ ինքը մենակ պիտի մեղադրի այն մի կողմին, որ այ դու չես պատկերացնում իմ պատկերացրած ձևով։ Դա նշանակում է, ինքը պիտի գործի պատկերացրած ձևով։ Գիտեք, երբ մենք մտածում էինք, օրինակ դիմադրության շարժումը մտահղացումներ քննարկվում, այդ կոնսենսուս չկար, որ շարժում անելը ճիշտ է։ Այդ պահին Փաշինյանի ընտրություններից հետո տրամադրությունները հաշվի առնելով, Փաշինյանի վարկանիշը այդ պահին ունեցած հաշվի առնելով, ընդհանրապես Արցախի հարցում ոչ հստակ դեռևս գնահատականները հաշվի առնելով, բայց մենք գիտենք, որ դա պետք է երկրին նաև, պետք է որպես հանրության արձագանք, դա պետք է եւ դա պետք է արվի անգամ մեր ուժերի հարվածներ ստանալու գնով։ Եվ այդտեղ ուղղակի ծնվեց ծրագիրը առաջարկը, որին քաղաքական ուժերը արձագանքեցին եւ բոլորը արձագանքեցին ընդդիմադի։ Բայց այս եմ ուզում ասեմ, ասենք երբ որ մեկը միտք է մտածում նախաձեռնություն, պետք է գա եւ կամ փաստի առաջ կանգնեցնի կամ իր համոզի, որ դա է ճշմարտությունը։ Միայն մեղադրելով, որ նույն ձև չենք մտածում, ոչ միտեղ չի ստացվի քաղաքական ուժերի պարագայում։ Impeachment-ի հարցում պատասխանեցի, որտեղ մեր հանրության մի մասի մոտ մոլորություն կա, որ հիմա խորհրդանական ընդդիմություն ունի բավարար ձայները գործընթացը հաջողելու համար, բայց դա չի անում, դա այդպես չէ։ Դա իմ պարտքն եմ համարում ամեն հարցազրույցի ասել, որտեղ դա մոլորություն է։ Մարդիկ ուղղակի կա, մենք պատասխանատու երկու ձայն պակասում է, որպեսզի նախաձեռնությունը ընթացք ստանա եւ դրա համար աշխատանք պետք է ազգային ժողովում։ Դե ընթացք ստանա ժողովում։ Հաջողության համար պակասումը պետք է 54 ձայն, այո, 18 առնվազն։ Հիմա այս է մարդ, եթե ուժեր կան, որ տեսնում են ինչպես կարող են ունենալ, մեզ հաջողությունն է, չէ՞, պետք է այսինքն այդ պակասող ձայների փաթեթը պետք է անեն մեր աջակցությունը այդտեղ ունեն։ Եթե մենք հիմա այս բանը չենք տեսնում, դա պետք է մեզ մեղադրել, որ չենք սկսում մի բան, որը չենք տեսնում ինչպես է հաջողությամբ ավարտվելու, որտեվ կարող է նա հայտարարությունը մի քիչ ուղիղ է եղել, բայց մենք ընտրում ենք մարդկանց հետ անկեղծ լինելը։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Զրուցում էի ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։